Փաշինյանը հասկացել է, որ սահմանադրություն չի կարող փոխել, այդ վարկանիշը չունի կամ այդ լուրջ խնդիրներ կառաջանա երկրում եւ այսպես փոխանակել է եկեղեցու դեմ արշավով։ Դա իրատեսական համարում եք հաշվի առնելով այն այսպես զուգահեռ Ադրբեջանից հնչող այսպես գնահատականները երեկվանից արդեն եկեղեցու դեմ արշավից հետո սկսել են հիմա էլ Սամվել Կարապետյանին ադրբեջանական ԶԼՄ-ներում Ամենևին չեմ բացառում, որովհետև եկեղեցու դեմ այս կիսալուսնյաց արշավանքը սկսվեց Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի եւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսի համատեղ կազմակերպված խորհրդաժողովից հետո, երբ մարդիկ ուղղակի իրենց բողոքը բարձրացրեցին Արցախի հանրապետությունում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացման վերաբերյալ, ինչը ակնհայտորեն դուր չի եկել թե Ալիևին եւ թե Փաշազադեին, եւ Փաշինյանը որոշել է ուղղակի ենթարկվել Ալիևի եւ Փաշազադեն ընդեղ ինքնուրույն գործոն չէ, պահանջներին։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխության հետ, ամենևին չեմ բացառում եւ պարզ է, թե սահմանադրությունը չես փոխում, ասում ես դժվարություն կա, փոխարենը ինչ որ մի բան պետք է առաջարկես։ Այնպես որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս արշավանքը չեմ բացառում, որ դրա հետ կապված լինի, բայց կարծում եմ թուրքերի ախորժակը շատ ավելի մեծ կլինի։ Պարոն Խաչատրյան, պաշտոնական Մոսկվան երեք բավականին ակտիվ էր արձագանքում Սամվել Կարապետյանի հետ կապ ունեցող այս իրադարձություններին, արդյոք սա որևէ կերպ չի խոչընդոտի նաև հայ-ռուսական հարաբերություններին, հատկապես հիմա, երբ որ մենք աշխարհաքաղաքական այն վիճակում ենք, որ ասում են, որ Հայաստանը կարող է երրորդ կողմից էլ փակ սահման ունենալ Իրանի հետ կապված, այսինքն մի դեպի Վրաստան ելք ենք ունենում, Ռուսաստանի հետ էլ հարաբերությունները վատացնում են։ Դեպի Վրաստան մեր ելքը ճիշտ ասած։ Այո, մենք դրա համար ես իդեպ դրանից էլ սկսեցի, չէ՞, Փաշինյանն ինչ էր ասել 18 թվականի հոկտեմբերին Բոլթոնի այցից հետո, որ հնարավոր է Պարսկաստանի հետ, Իրանի հետ սահմանը դե ֆակտո փակվի, եւ դրա համար մեր հարցերը պետք է կարգավորենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Հիմա էլ Վրաստանը իշխանությունները հաջողացեցին նաեւ հարաբերությունները Վրաստանի հետ փչացնել, միգուցե դա էլ պատահական չի, որ ժողովրդին գան եւ ասեն, տեսնում եք, որ իշ ճար չունենք, չէ՞, վերջապես իրանց այս բոլոր զիջումները իրանք արդարացնում են, ճար չունենք, եթե սա չլինի, կլինի պատերազմ։ Այս մարդիկ բանակցությունների նկատմամբ խիստ յուրահատուկ մոտեցում ունեն, իրենց համար կամ-կամի տարբերակն է, հասկան, 0 գումարով խաղն է, կամ զիջում ես, կամ ամբողջովին հասնում ես քո նպատակին, ինչի մասին իդեպ անթակույց խոսեց Արարատ Միրզոյանը հանձնաժողովում քննարկման ժամանակ։ Ասես դե բանակցություններ են, վերջապես կողմերից մեկը պետք է զիջի, փոխզիջում իրանք չեն հասկանում, եւ եթե չեն կարողանում դիմացինին Թուրքիային կամ Ադրբեջանին բանակցություններով պարտադրել իրենց լուծումը, ինչը ակներևաբար չեն կարողանում, ուրեմն ասում են բնական տարբերակը ամբողջովին անձնատվության գնալն է։ Պարոն Խաչատրյան, հենց նոր կներես Նարինջյան փաստաբանը տարածել է լուրը, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար, ինչը նա բնականաբար չի ընդունել։ Ես ուզում հասկանամ, ո՞րն էր իշխանություն զավթելու հրապարակային կոչը։ Վերջին նախադասությունը, որ եթե քաղաքական ուժերը օրինակ չկարողանաք ինչ-որ դերներ, մենք մեր հասկացա, բայց դրա մեջ արդյոք իշխանության զավթելու կոչ կար, արդյոք դրա մեջ սահմանադրական կարգի տապալման կոչ կար, հիմա իշխանություն ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ասում են պետք է Նիկոլ Փաշինյանը գնա հանգստանալու, որովհետև 7 տարի է տանջվում տառապում է, դա նշանակում է, որ այս իշխանազավթման կոչ է լինում։ Պարոն Խաչատրյան, նախ դուք ինչպես եք մեկնաբանում այն, որ Սամվել Կարապետյանն ասում է թքած ունեմ հեծի վրա, դա արդյոք ես դեռ չեմ Կարապետյանը ունի իր մամուլի խոսնակը եւ մամուլի խոսնակը ներկայացուցիչը կարող է մեկնաբանել։ Ես չեմ կարող 3 միլիոն մեր հայրենակիցների արտահայտությունը մեկնաբանել, բայց կարծում եմ սա վիրավորական չէ, բայց կարծում եմ, որ համատեքստը լրիվ այլ բանի մասին էր, այսինքն ինչ չեք կարող լրացնել սեփականության նկատմամբ ոտնձգությունների միջոցով։ Կնկաձև կա բովանդակություն, կարծում եմ բովանդակությունն ավելի կարևոր է։ Եվ որ նշում եմ մեր ձևով, հա, դա դուք ինչ եք կարծում, որը կարող է լինել պարոն Կարապետյանի կողմից։ Ես կարծում եմ պարոն Կարապետյան այդ հարցին պետք է պատասխանելու հնարավորություն տրվի։ Ես հույս ունեմ,
Ինձ բազմաթիվ բաներ են հետաքրքրում, բայց քանի դեռ հետաքրքրասիրությունս բավարարված չի, հարցին պատասխանել չեմ կարող, այսինքն դուք ասում եք ինքն ինչ է մտածում։ Ես հետը չեմ խոսել եւ հետեւաբար չեմ կարող պատասխանել։ Դա ուժային գործողություն է լինել։ Խոսեք պարոն Կարապետյանի հետ, ես ինչ իմանամ ինքը ինչի նկատի ունեցել։ Ես չեմ գոռում, դուք որտեվ հարցից երրորդ անգամ եմ պատասխանում մի հարցին։ Պարոն Կարապետյանը ինքը կարող է պատասխանել իր հարցերի համար։ Պարոն Խաչատյան, եթե մինչև այս պահը դուք ասում եք որևէ Հայաստանում որևէ օրենսդրական հիմք չկա։ Իդեպ ներողություն նախորդ հարցերից մեկին միջպետական հարաբերությունների վատթարացման վերաբերյալ ես կարծում եմ պետք է Հայաստանի իշխանությունները օրինակ վերցնեն այլ երկրներից, մասնավորապես այս պարագայում Ռուսաստանին, եւ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայտնվում է անազատության մեջ, նա դեմ քրեական վարույթ են սկսում, ապա պետության պարտավորությունն է իր քաղաքացու անվտանգության մասին հոգալը։ Եվ պարոն Խաչատյան, եթե հիմա չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը թույլ կտա գնալ այդպիսի քայլի, ինչ որ բիզնես պետականացնել, սա արդյոք նշանակում է, որ մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանի եղած արված գրառումներն ու հայտարարությունները դրանք նաև իր կարգավիճակից չբխող կամ կարգավիճակին հակասող եւ ոչ օրինական գործողություններ իր կարգավիճակը բնորոշումը սրա իր կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության մոբիլիզացիա։ Ինքը հակառակն է անում, հերթական անգամ պառակտում է հասարակությունը, երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար։ Չմոռանանք, որ թե 20 թվականին, երբ աշխարհը զբաղված էր COVID-ով, թե 23 թվականին, երբ աշխարհը զբաղված էր Գազայով, թշնամին ներխուժեց Արցախյան հանրապետություն, օգտվելով այդ աշխարհի այլ հարցերով սևեռված լինելուց, այսինքն կա ռեալ ռիսկ, իսկ ինչ ենք մենք տեսնում ենք հերթական հարձակումը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ հարձակումը բոլոր նրանց վրա, ովքեր աջակցում են եկեղեցին։ Խաչատյան, իր գրառումները, իր հայտարարությունները, իր պնդումները, որ պետք է անենք սա եւ վերջ առանց մեխանիզմների, այս սա ինչպես կբնորոշեք։ Դե քաղաքական խնդիր է դնում, հետո տակը մի բան կմտցնի, հետո էլ կարող ինչ ճիշտ չեք հասկացել։ Նորեք ճանաչում։ Օրինականության հետ կապված խնդիրները։ Ես կարծում եմ այդ կոչերը, իշխանազանցության կոչերը եւ իրավապահ մարմինները պետք է դրան արձագանքեն, մասնավորապես եկեղեցու նկատմամբ։ Դա իսկ համանդրական լիազորություններից չբխած գործառույթներ են, չբխող գործառույթներ են։ Այս պահին արտված։ Այս պայդրությամբ ես ելի եմ ասում, չկա օրենսդրական հիմք, բացեք օրենսգիրքը։ Խնդիրն ուրիշ է, եթե կա պայմանագիր, այդ վստահ եմ կա պայմանագիր։ Վստահ եմ այդ պայմանագրով կա կողմերի իրավունքներ ու պարտավորությունները։ Եվ կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմաններողություն պայմանագիրն է այն շրջանակը, որտեղ պետք է բաժնետիրոջ, այսինքն օպերատորի եւ պետության միջև վեճերը լուծվեն։ Կարծում եմ դա բավականաչափ երկար process է, արբիտրաժ է ենթադրում եւ այլն։